այսօր հերթական այսպես դատական նիստն է, նախ ակնկալիքների մասին խոսենք, որովհետև խափանման միջոցի հարցել է քննվելու, եւ հետո այս շղթայի մասին, ինչպես անել, որ այլևս դատարանների մոտ չհանդիպեք էլ այս գործերով։ Նախ ակնկալիքների մասով գիտենք, որ մեծամասամբ որոշումները այդտեղ չեն կայացվում, ուրիշ տեղեր են կայացվում, գիտենք, ում հրահանգներով այլևս մեզ համար ակնհայտ է, եթե քաղաքական հրահանգներով եւ քաղաքական ցուցումներով ամենաբարձր մակարդակով որոշումներ են կայացվում եւ հենց դրա վառ օրինակն էլ այն է, որ այս մարդիկ հիմա դատարանում են այլ առհասարակ այս ստեղ չգտնվեին, ակնկալիքները այս մասով տվեք շատ մեծ ակնկալիքներ չունենալ, ինչ վերաբերվում է կոնկրետ գործի մասին շատ է խոսվել, ասվել, ես եւս մեկ անգամ վերահաստատում եմ, որ սա շինծու մեղադրանքներ է եւ ակնհայտ է այդ քաղաքական հետապնդումները, ազատություն են մաղթում բոլոր քաղաքապետարներին, շատ արժանապատիվ կեցվածք են դրսևորում բոլոր այն մարդիկ, որոնք որ այս իշխանությունների կողմից բանտարկվել են, ռեպրեսիաներ են ենթարկվել եւ իրենք պինդ ու ամուր կանգնած են իրենց սկզբունքների հետևը կանգնած են եւ այս առումով նաեւ ուզում եմ նաեւ իմ ողջունները փոխանցել բոլոր այն մարդկանց, գիտեք, որ անազատության մեջ մարդիկ ուշ-ուշով հետևում են մեր բոլորի կատարած քայլերին, թե հասարակության, թե քաղաքական գործիչների, թե մնացածների եւ նորից էլի ուշ կորով իրենց ընտանիքներին համոզված եմ այս գործընթացն էլ անցնելու է եւ հաղթանակով է պսակվելու, ժամկետների առումով չեմ կարող ոչ մի բան ասեմ, բայց ամեն ինչ հաղթանակով է պսակվելու, մարդիկ հայտնվելու են ազատության մեջ եւ բոլոր այն մարդիկ ես անընդհատ սա կրկնում եմ, բոլոր այն մարդիկ, այն դերակատարները, որոնք որ կմասնակցեն այս կեղծիքին, վաղը մյուս օր իրենք պատասխանատվության են ենթարկվել։ Դուք տեսաք մի քանի ժամ առաջ մամուլում էր հաղորդագրություն տարածվեց, որ Միքայել Սրբազանի եւ Բագրատ Սրբազանի գործով անցնող դատախազը ինչ ա եղել, աշխատանքից ազատվել է։ Ես պատճառների մասին չեմ կարող խոսել, բայց չեմ կարող, այսինքն տվյալներ չունեմ, հնարավոր է, որ ինչ որ մի պահի մարդիկ չեն կարողանում ենթադրությունների ինչ որ մի պահի չեն կարողանում ապօրինի կեղծ այդ ճնշմանը եւ նաեւ հանրային պարսավանքին։ Ի վերջո նաեւ այդ մարդիկ էլ էս հասարակության մի մաս են եւ ես շատ դեպքերում գիտեմ, որ մարդիկ ենթարկվում են պարսավանք իրենց հարևանների կողմից, բարեկամների կողմից, ես չգիտեմ, ընկերների կողմից եւ այլ եւ այս առումով ոչ մեկ կրկնում երաշխավորված չի, որ վաղը մյուս օրը իշխանության վերնախավից հրահանգ չի իջեցվի եւ այդ մարդիկ աշխատանքից չեն ազատվի, բայց աշխատանքից ազատելն էլ էլի չի երաշխավորում, որ վաղը մյուս օրը իրանք այդ ապօրինությունների համար պատասխանատվության չեն ենթարկվում։ Պարոն Դանելյան, կոնկրետ այս դատավորը Մամեդ Սոֆերյանը հայտնի է որպես իշխանությունների սրտի դատավոր, հետեւաբար ինչ ակնկալիքներ սպասումներ սրտի դատավորները ավելի ջանք գործադրում են եւ շատ քիչ մարդ կա, որ իրենց սրտի դատավորը չի։ Շատ հազվագյուտ դեպքերում որ իրենց սրտի դատավորը չի։ Գիտենք, որ քանի անգամ ենք եկել այս դատարանի դիմաց, ակնկալելով, որ օբյեկտիվ, արդար դատաքննություն կգնա, բայց լուսենք եւ ասում են տանում են կալանքի։ Եվ այս առումով կներեք բան չհնչի, բայց շատ մեծ ակնկալիքներ չկան, շատ մեծ հույսեր չկան, կրկնում եմ Հայաստանի դատական համակարգը, այն բոլոր համակարգները ուժեղացված են իշխանությունների կողմից։ Պարոն Դանելյան, առաջին հանրությունների հետ կապված իրատեսական ծիսեր կապում եք։ Ցանկացած process, այդ նաև ընտրական process-ները դիտարկվի որպես Նիկոլ Փաշինյանի իշխանությունից զրկելու գործընթաց։ Ես բոլոր գործընթացների կոնկրետ անձամբ իմ մոտեցումը դառնայա, եթե սկսվում այդ գործընթացը, պետք է ոչ մեկ ջանք չխնայի, ոչ մեկ իր եռանդը չխնայի եւ ամբողջ ուժով ներգրավի, ներդնի իրեն, որպեսզի կարողանանք ձեռբազատվել այս իշխանությունը։ Հիմա իմպիչմենտի մեջ ջանքեր ներդնում է մասնավորապես ունեցաշնորհիվ։ Մենք մեր հայտարարությունները արել ենք, մեր պատրաստականությունը հայտնել ենք, process-ներ են գնում,
այսօր տեսնում եք, եթե մենք ջանք չգործադրենք մեր ընկերների կլինեն անազատության մեջ, այսօր տեսնում եք մեր ընկերները, նաև մեր ազգային ժողովի պատգամավոր, նաև Արթուր Սարգսյանը անազատության մեջ, այլի շատ ընկերներ, Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանը, այսինքն այդ ջանքեր գործադրելու առումով կներեք անհանգստության համար մենք մի ուղիղ ջանքեր գործադրենք։ Հարգելի հետևողներ, կզրուցենք պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ։ Պարոն Մամիջանյան, բարև ձեզ։ Պարոն Մամիջանյան, տեսանք, որ այս քաղաքական հետապնդումները, թիրախավորումները նոր այսպես երանգ ստացան նաև նախատոնական օրերին եւ դարձյալ ձերբակալություններ, կալանավորումներ եղան։ Ի վերջո ինչ խնդիր է փորձում այս կերպ լուծել իշխանությունը եւ հաճախ զուգահեռներ են տանում նախկինի հետ, այսպես նախկին իշխանությունների, ասում են իրար արժեն, նրանք էլ մի բան չէին, նրանք էլ էին այսպես հարցեր լուծում։ Այս տեսարանները եղել են նախկինում, ես կոնկրետ որպես լրագրող այս ակտիվությունը չեմ հիշում ձեր բախած։ Համար վիրավորական առհասարակ ցանկացած նորից եմ շեշտում, ցանկացած Հայաստանի Հանրապետությունը պատմության, նորագույն պատմության ընթացքում եղած իշխանության համեմատականը այս իշխանության